Տափերականի առողջության առաջնային պահպանման կենտրոնի բուժառուներին արդեն նորոգված ու բարեկարգ պայմաններում են ընդունում։ Վերջի անգամ որ եկա այցելության, գնացի 5 տեղը, դռան վրա գրած էր փակիր ու հասցեն։ Ճիշտ ասած չգիտեի այդ հասցեն որն է։ Դիմացինից ինձ հարցրին, ասին հեսա մենք էլ ենք գնում այդտեղ, եկեք։ Եկանք որտես մի քանի մետր էս կողմ։ Մտան ներս ինչ, զարմացա որ տեսա սենց, սիրուն, սարքած, ամեն ինչը տեղը տեղին։ 2000-ականներին վերանորոգված շենքի պայմաններն այլևս չէին համապատասխանում ժամանակակից բուժ սպասարկման պահանջներին։ 2025 թվականին ՄԱԶԾ կայուն համայնքներ ծրագրով Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ հիմնովին նորոգվեց այս շենքն ու վերազինվեց նոր բժշկական սարքավորումներով։ Այնտեղ մենք չունեինք բավարար պայմաններ, հարմարեցված էր ավելի ճիշտ աշխատանքի համար, բայց այնուամենայնիվ մենք սպասարկում ենք ազգամնակցությանը մեր հնարավորությունների սահմաններին ելնելու։ Արդյունքում այսօր ունեն բարեկարգ ամբուլատորիա հագեցած անհրաժեշտ գույքով ու ջրատաքացուցիչով։ Ձմռան շենքի ջեռուցումը, ամռան հովացումն ապահովելու համար օթորակիչներ են տեղադրվել, իսկ տանիքին արևային վահանակներ։ Մեր առաջնային կենտրոնը սպասարկում է 3 համայնք. Տափերականի համայնքը, Նորուի համայնքը եւ Վեդու գինու խորտարանի բանավանը։ Ընդհանուր դառնալ սպասարկում է 4400 բնակչի։ Ունենք 2 աշխատում են 2 բժշկով եւ 7 բուժքույր։ Լենա Վարդանյանը վերջերս բարդ վիրահատություն է տարել։ Ասում է մայրաքաղաքի բուժհաստատություններ հասնելու փոխարեն հիմա այստեղ է գալիս, հետազոտվում, անհրաժեշտության դեպքում բժիշկներն արդեն ուղղորդում են ուր գնալ։ Ես նոր եմ մտնում այստեղ, այս նոր սկզբից գնացել եմ այնտեղ, բայց հիմա ես նոր նայում եմ ու շատ հիացած եմ։ Այս մաքրության, այս աշխատողներին, այս ամեն ինչը, ամեն մարդ, ամեն բժիշկ իր կաբինետն ունի, լաբորատորիան ունի իր կաբինետը, ես հիացած եմ։ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո կենտրոնն օրական 40-ից 50 բուժառու է սպասարկում։ Հատկապես լաբորատորիայի վերազինումը հնարավորություն է տվել տեղում իրականացնելու առաջնային մի շարք հետազոտություններ, որոնք նախկինում այստեղ հասանելի չէին։ Ամբուլատորիան համապատասխանում է ժամանակակից բուժհաստատությունների ներկայացված պահանջներին, ունի թեքահարթակ եւ անվասայլակով տեղաշարժվողների համար հարմարեցված սանհանգույց։ Ծաղկանուշ Միրզոյան, Ժիրայր Հավետյան, լուրեր։